Պարոն Հովհաննիսյան, մինչ Հայաստանի Հանրապետությունը իշխանության մակարդակով է հայտնում, որ առաջ հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր ստորագրել, Ադրբեջանից հնչող հայտարարությունները լրիվ այլ բանի մասին են ասում եւ իրավիճակը կարծեք թե գնում է դեպի ապակայունացման։ Իրավիճակը ապակայունացման չի գնում, պետք չի ես կարծում նման կանխատեսումներ անել այս պահին, այո, Ադրբեջանից հնչում են անհասկանալի հայտարարություններ, ճիշտ նկատեցիք, բուն գործընթացի հետ կապ չունեցող ըստ էության հայտարարություններ եւ նաեւ մեր կողմից դուք տեսակ րոպեներ առաջ նաեւ կարծում եմ կառավարության աշխատակազմի կողմից հնչած հայտարարությունն առայն, որ ուրեմն Ադրբեջանի կողմից հնչող հրադադարի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ ավելին մենք ադրբեջանական կողմից նաև ակնկալում ենք որոշակի փաստական տվյալներ ստանալ ինքներս ուսումնասիրելու համար հայկական կողմից նման խախտումներ եղել են թե չէ ադրբեջանի կողմից որևէ փաստական տվյալ չի ներկայացվել որովհետև այդպիսիք չեն կարող լինել եւ ըստ էության նաև մենք եւս մեկ անգամ պետք է հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ երկկողմ խոսակցություններում ոչ մեկ անգամ առաջարկել ենք ուրեմն մեխանիզմ, որով մենք կվերահսկենք սահմանին իրավիճակի եւ հրադադարի ուրեմն խախտումների հնարավոր խախտումները, որևէ արձագանք Ադրբեջանի կողմից չենք ստանում, ինչ վերաբերում է, որ իրավիճակը բոլորովին այլ հունով է գնում, ես այդպես չեմ կարծում, կա հիմա ուրեմն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստ, որի շուրջ բավականին երկար ժամանակ աշխատել ենք եւ ըստ էության այդ տեքստը երկկողմ է համաձայնեցվել, այնպես չի որ այդ տեքստին միայն մենք ենք համաձայն եւ դեռ ավելին հայկական կողմը, այսպես ասած 12-րդ շրջափուլից հետո համաձայնել է Ադրբեջանից ուղարկված առաջարկություններին, հետևաբար մեզ համար ել ավելի անհասկանալի է դառնում Ադրբեջանի նման քաղաքականությունը, հատկապես որ նաև քաղաքակիրթ աշխարհի միջազգային հանրության կողմից էլ տեսնում ենք բավականին դրական արձագանք համաձայնագրի համաձայնեցման վերաբերյալ, տեսնում ենք կոչեր ուրեմն անցնելու արդեն հաջորդ փուլին, այսպես ասած տեխնիկական եւ իրավական գործընթացին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ եւ մենք էլ ենք կոչանում ադրբեջանական կողմին ուրեմն վերադառնալ կառուցողական դաշտ եւ արդեն անցնել համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Մենք որ նշեցիք Ադրբեջանից փաստական տվյալներ եք պահանջել, այս երկու օրվա այդ իրենց հայտարարությունների հետ կապված է Հայաստանի Հանրապետությունը պահանջել եւ ինչ մեխանիզմով է դա իրականացվել այդ փաստեր պահանջելը։ Մեխանիզմները ըստ էության այն խողովակներն են, որոնց միջոցով մենք ըստ էության նաեւ բանակցային գործընթացում հաղորդակցվում ենք բնականաբար Ադրբեջանի հետ, դրանք պաշտոնական հաղորդագրություններն են ոչ ուրեմն դիվանագիտական խողովակներով պահանջել նշանակում է հետեւյալը, որ Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարություն է հնչում եւ ըստ էության այն մասին այո որ հրադադարի խախտում է տեղի ունեցել հայկական կողմից մենք էլ նաեւ միջազգային հանրության համար էլ բոլորի համար հստակ ասում ենք եթե կան տվյալներ փաստական եւ տվյալը ես կարծում եմ փաստական շատ ցցուն պետք է լինի, չգիտեմ, կրակոցի, ձայնի եւ այլնի տեսքով նման տվյալներ Ադրբեջանի կողմից չի հրապարակվել։ Ես քանի որ վերջերս է եղել հայտարարությունը եւ այս խոսակցությունն են եւ նաեւ կառավարության կողմից հրապարակված հայտարարությունը, այս բանը տեղեկություն չունեմ այդ դրա համար են այսպես նման հայտարարություններ անում գուցե պատրաստ չեն ստորագրել։ Ես կարծում եմ, որ այսպես ասած, եթե վերջնականապես պատրաստ լինեին, ապա մենք հիմա կսկսենք խոսակցությունը, քննարկումները կսկսենք ստորագրման վերաբերյալ եւ կարծում եմ կարիք չէ լինի կոչ անել գալ եւ արդեն սկսել խոսակցությունները ստորագրման գործընթացի վերաբերյալ։ Այո, հույս ենք հայտնում, որ ուրեմն կառուցողական դաշտ կվերադառնա Ադրբեջանը խաղաղության տեքստի համաձայնությունից հետո եւ նաեւ միջազգային հանրության կոչերից նաեւ հետո հիմա ունենք այս իրավիճակը եւ աշխատում ենք Ադրբեջանի հետ։ Թուրքիայի իշխող ուժի խոսնակը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվի, մինչև Հայաստանի սահմանադրությունը չփոխի եւ ՀԱԿ Մինսկի խումբը չլուծարիքի չառաջեն ասել։ Ես ծանոթ չեմ լսել կոնկրետ այդ հայտարարությունները, բայց առասարակ նման հայտարարություններ, քանի որ կան հնչում են, նաև Ադրբեջանի առաջին արձագանքն էր պարունակում այդ հայտարարությունը, սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի Հանրապետության ներքին հարցն է, որևէ մեկը
չի կարող ներգրավել Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ որոշ ինչ-որ բաներ պարտադրել։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ եղած այսպես ճակերտավոր հնչող մեղադրանքները թե իբր տարածքային պահանջներ կա, այս հարցը լուծված է Սահմանազատման կանոնակարգի ընթացքում տեղի ունեցած իրավական գործընթացի ընթացքում, երբ որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հստակ եզրակացություն է տվել այս առումով եւ ավելին խաղաղության համաձայնագրի տեքստում էլ այս հարցը լուծված առ այն, որ միջազգայինորեն ստանձնած պարտավորություններն ըստ էության վեր են լինելու ներպետական օրենսդրությունից։ Այսինքն այս խոսույթը առհասարակ որևէ ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ տրամաբանական հիմնավորում չունի հնչող Ադրբեջանի կողմից, իսկ ձեր կողմից նշված պաշտոնյան Թուրքիայից ես չեմ կարող նրա ասացին արձագանքել, ինքս չեմ լսել։ Եթե ասում եք ոչ իրավական, ոչ տրամաբանական, ոչ մի հիմնավորում չունի Ադրբեջանի այդ պահանջները, սա արդյոք նշանակում է, որ Հայաստանը անգամ Սահմանադրության փոփոխության դեպքում չի հանի անկախության հռչակագիրը, այսինքն անկախության հռչակագրի մասով Սահմանադրական դատարանը որոշում է ներկայացրել եւ այնտեղ այդ որոշման մեջ արձանագրված է, այսինքն որ դա հռչակագիրը որևէ նշանակություն իրավական չունի։ Հիմա սա նշանակում է, որ հռչակագիրը կմնա եւ փոփոխության դեպքում էլ դրան Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը քաղաքական որոշմամբ չի կպնի։ Տեսեք, ամբողջ հարցը հենց սրանում է, որ դուք կապեցիք եւ Ադրբեջանից խոսեցիք եւ եկաք հռչակագրին հասակ Սահմանադրությանն հասակ, մեր ասած հենց այն է, որ հռչակագրի վերաբերյալ քննարկումները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վերաբերյալ քննարկումները, այդ Սահմանադրության ընդունման ձևի վերաբերյալ քննարկումները, դրանք մեր ներքաղաքական ներքին քննարկումներն են եւ որևէ առնչություն չունեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, որևէ առնչություն չունեն։ Ինչ կլինի եւ ինչ տեքստ մենք քննարկենք իրար հետ, ինչ ընթացակարգերով կգնանք նոր Սահմանադրության, Սահմանադրական փոփոխությունների, դա կանենք, երբ որ կգա դրա պատեհ։ Այս պահին ես որևէ հստակ մեկնաբանություն չունեմ եւ չեմ էլ կարող տալ ոչ հռչակագրի, ոչ էլ Սահմանադրության մեջ տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ, որտեղ դրանք հիմա քննարկումների փուլում։ Վարչապետը երբ որ ասում է, որ այդ Սահմանադրությունը պետք է ունենա տարածաշրջանային նշանակություն, կարող եք բարձրացնել տարածաշրջանային նշանակություն։ Խաղաղության համաձայնագիրը, հա, ճիշտ է։ Չէ, Սահմանադրությունը նոր պետք է ունենա տարածաշրջանային նշանակություն։ Կբարձրաբանեք ինչ ձևով է սա արտահայտվելու, ինչ է սա նշանակում, պարոն Հովհաննիսյան։ Ես կարծում եմ վարչապետն ինքը իր խոսույթում փորձել է հնարավորինս սա բարձրաբանել, բայց խոսքը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետք է արտահայտի ժամանակակից Հայաստանի Հանրապետության ուրեմն պահանջները եւ ըստ էության սրա մասին է առնվազն խոսել Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Սահմանադրությունը պետք է արտահայտի այն գաղափարախոսությունը, որը Հայաստանի Հանրապետությունում կա այսօր։ Սա իրական Հայաստանի, այո, տարածաշրջանում իր հարևանների հետ ուրեմն իր հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մասին է, որը այո բխում է բնականաբար Սահմանադրական կարգավորումից։ Դե հենց դա է, էլի, եթե հարևանների հետ հարաբերություններին էլ է անդրադառնում, այստեղ անկախության հռչակագիրը նորից գալիս է։ Նորից չի գալիս, հարգելի գործընկերներ, որովհետև մեր անկախության հռչակագիրը մեր հարևանների հետ կապ չունի, մեր Սահմանադրությունը մեր հարևանների հետ կապ չունի, կապ ունի այնքանով, որքանով որ այն պայմանավորում է Սահմանադրությամբ է նաև պայմանավորվում ցանկացած պետության հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։ Մենք խոսում ենք նրա մասին, որ մեր Սահմանադրությունը պետք է լինի ժամանակակից Սահմանադրություն արտահայտող ժամանակակից Հայաստանի Հանրապետության նպատակները եւ այսքանով սահմանափակվում ենք։ Ինչ թեմա կա կապ ունեցող Սահմանադրության հետ, կապ ունեցող հռչակագրի հետ, որոնք փորձի արվում կապվել որոշակի ճնշումների հետ Ադրբեջանի հետ, ես եւս մեկ անգամ ասում եմ Սահմանադրության փոփոխությունները Հայաստանի ներքին։ Նիկոլ Փաշինյանն էլ է հայտնի հարցազրույցում հայտարարում էր այդ Կարմիր շորի օրինակով, Կարմիր ծլի եւ շորի օրինակով հայտարարում էր, որ ըստ էության ասում էր, որ մենք այս հռչակագրով եւ այս Սահմանադրությամբ կոնֆլիկտածին է այն եւ երբ որ մենք այս տեսքով ենք օրինակ հարաբերվում մեր հարևանների հետ, դա նաև ասում են դուք օրինակ զենք եք առնում, պատերազմի բաներ եք ներկայացնում ձեր հարևաններին, տարածքային նկարտումներ եք ցույց տալիս նրանց նկատմամբ, այսինքն Սահմանադրության այս համատեքստում քննարկումը հենց Նիկոլ Փաշինյանն է սկսել, դրա համար եմ հարցնում։ Այո, վարչապետն է սկսել եւ ես կարող եմ ասել, որ Սահմանադրության այս համատեքստում քննարկումները մենք սկսել ենք դեռևս 2018-19 թվականին։ Անկախության հռչակագրի մասին 2018-19 թվականներից մենք սկսել ենք Սահմանադրության փոփոխ
անկախության վերաբերյալ եւ նոր սահմանադրության վերաբերյալ դեն ժամանակ ուրիշ իրավիճակ էր, այսօր ուրիշ իրավիճակ է, վաղը կարող է ուրիշ իրավիճակ լինել եւ մենք շարժվում ենք ժամանակից Հայաստանի պահանջների եւ նպատակների համաձայն։ Ինչ վերաբերում է թե ինչպես եղավ, որ հանկարծ ու հանկարծ Ալիևն էլ սկսեց ասել, ահա գնացեք փոխեք սահմանադրությունը, ես կարծում եմ շատ տրամաբանական process է տեղի ունենում եւ քանի որ շատ լավ իմանալով մեր ներսում եղած քննարկումներ եւ շատ լավ իմանալով որ մեզ մոտ հակառակ ռեակցիան է տալիս ցանկացած հայտարարություն, որը Ադրբեջանից հնչում է, Ադրբեջանը ըստեյության օգտագործում է այս լծակը նաեւ երկրի ներսում որոշակի լարվածություններ առաջացնելու համար եւ մեզ թույլ չտալու, որ մենք գնանք ուրեմն փոփոխությունների։ Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը որպես ժամանակակից պետություն, անհրաժեշտ է մեր ժողովրդին, որպես ժամանակակից ժողովուրդ, ով պետք է Հովհաննիսյան սահմանադրության փոփոխության մասին իշխանությունը մինչև պատերազմը խոսել է բացառապես փոխզսպումների սուպերվարչապետական համակարգը փոխելու եւ այլնի համատեքստում անկախության հռչակագրի մասին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է 2023-ի հունվարին, եթե սխալ կամ 24-ի հունվարին իր հայտնի հարցազրույցում Կարմիր Էթշորի օրինակը վերելով։ Բայց եթե ձեր հարցն այն մասին է, թե ինչ փոխվեց, կամ իմ հարցն այն է, որ անկախության հռչակագրի հետ խնդիրը երբ տեսավ վարչապետը, այդ հարցազրույցում երբ խոսում էր անկախության հռչակագրի։ Այդ հարցը ես կարծում դուք պետք է վարչապետին հնչեք, թե ինքը երբ տեսավ կոնկրետ անկախության հռչակագրի։ Նախ անկախության հռչակագրի հետ կապված խնդիր ոչ մեկ չի տեսել, ես նորից ասում եմ։ Դուք հիմա հակասում եք հակառակ բան եք ասում սահմանադրական դատվինի վճռի։ Ես ներողություն իր հայտնի հայցածույցը սահմանադրական փոփոխությունների մասին էր, այո, որի ժամանակ մենք չենք կարող չանդրադառնալ անկախության հռչակագրին։ Չենք կարող, որովհետև դա մեր սահմանադրությունն է, մեր անկախության հռչակագիրն է։ Մենք չենք կարող այս թեմաներին չանդրադառնալ, բայց փաստն այն է, որ սահմանադրական դատարանը ունի որոշում, որով ասվում է լրիվ հակառակն ինչն ասում է Ադրբեջանը, հետևաբար այստեղ թեման փակ է։ Ինչ վերաբերում է մեր ներքին քննարկումներին, դրանք մեր ներքին քննարկումներ են, այո, երբ որ կգա դրա ուրեմն ժամանակը մենք հնարավորինս հրապարակային բոլոր հարցերը կքննարկենք։ Նաև կքննարկենք թե ինչու ենք այդ հարցը քննարկում, որտեղից է եկել այդ հարցը, որտեղ կա խնդիր եւ գնանք այդ խնդիրները լուծման ճանապարհով սիրելի։ Պարոն Հովհաննիսյան, ըստ էության կողմերը համաձայն լինելով պայմանագրի նախագծին, արդյունքի չեն հասել ինչ առումով, որովհետեւ հիմա էլ Ադրբեջանը ասում է, եթե ուզում եք որ դա ստորագրենք, մտածեք սահմանադրությունը փոխելու մասին, այսպես կոչված ռազմական հանցագործներին տվեք ԵԱԿ-ն լուծարկա, այսինքն հիմա էլ պայմաններ է դնում ստորագրելու համար, ինչ է անելու Հայաստանը։ Հայաստանի Հանրապետությունն անելու է այն, ինչ անում էր 3 եւ 3 չէ առաջի օրը, մենք գնալու ենք մեր դուք հերթով ինչ որ մի բան է արել Հայաստանի Հանրապետությունը հարգելի լրագրող, չէ, եթե հարց եք տալիս, ձեր հարցը պետք է հիմնավորում ունենա, եթե դուք անհիմն հարց եք տալիս, ձեր հարցը 0 արժեք ունի։ Հայաստանի Հանրապետությունը մինչև այս պահը ոչ մի զիջման չի գնացել եւ ոչ մի պահանջ չի կա, ոչ մի զիջման չի գնացել, ոչ մի ներողություն, ոչ մի զիջման չի գնացել։ Հարգելի գործընկեր, դուք հասկանում եք, որ մենք խոսում ենք համաձայնագրի մասին եւ համաձայնագրի տեքստում որևէ բան չկա, որը վերաբերելի է Հայաստանին եւ վերաբերելի չէ Ադրբեջանին։ Եվ հետեւաբար, եթե դուք անվանում եք զիջում մի բան, որը որ երկկողմ, դե կիմանաք, հիմա ես դες մեկնաբանում եմ տեքստը, քանի դեռ չկա իրավական հնարավորություն տեքստը հրապարակելու, բայց ես դες վստահեցնում եմ, երբ որ դուք կարդաք տեքստը, ձեզ համար մի տառ անգամ անծանոթ չի լինելու, ես դրանում ձեզ վստահեցնում եմ։ Եվ ներողություն, Նարեկ ջան, երբ որ դուք փորձում եք փաթեթավորել զիջում համաձայնեցված տեքստերից կետերից որևէ մեկը, դա սխալ ճանապարհ է, որովհետև բոլոր համաձայնեցված կետերի վերաբերյալ կա երկկողմ համաձայնություն, այսինքն բոլոր կետերը վերաբերում են երկու կողմին եւ հետեւաբար ես զարմանում եմ, ինչպես կարող ենք հիմա այստեղից Հայաստանի Հանրապետությունից մեկնաբանել երկկողմ համաձայնեցված կետը որպես միակողմանի զիջում Հայաստանի կողմից։ Չի մասին է խոսքը։ Ջան, ներողություն, պարոն Հովհաննիսյան, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ առաջարկում էր երրորդ երկրների ուժերին հանել միայն սահմանազատված հատվածներից, եւ հիմա ըստ վերջնական տարբերակի ստորագրելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո ամբողջ տարածքից է դուրս գալիս, այդ թվում ոչ սահմանազատվածից։ Սա արդյոք զիջում է թե ոչ, եւ կխնդրեմ նաեւ ասել այս դեպքում ո՞րն է Ադրբեջանի զիջումը այս կետի շրջանակներում, ինքը ինչ է հետ քաշելու սահմանից, հայ-ադրբեջանական սահմանից։ Սա զիջում չէ, սա փոխհամաձայնեցված կետ է, որին մենք եկել ենք երկար քննարկումներից հետո։
Բանակցությունների ընթացքում մենք ստանում ենք առաջարկներ Ադրբեջանից, չենք համաձայնվում Ադրբեջանի առաջարկություններին։ Մենք ենք ուղարկում Ադրբեջանին առաջարկություններ, Ադրբեջանը չի համաձայնվում։ Ադրբեջանն է մեզ ուղարկում առաջարկություններ, մենք կեսին համաձայնվում ենք, կեսին չենք համաձայնվում։ Մենք ենք Ադրբեջանին ուղարկում առաջարկություններ, իրանք կեսին համաձայնվում են, կեսին չեն համաձայնվում։ Եվ այս խոսակցության մեջ միակողմանի զիջման մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Ինչ է ետ քաշել ադրբեջանական եւ հայկական սահմանների երկայնքով երրորդ ուժերի ներկայացուցիչներ չեն լինելու։ Սա է պայմանավորվածությունը։ Թե այս պահին Ադրբեջան մենք հասկանում ենք, չէ՞ որ ռազմական եւ հողի վրա իրա չկար Ադրբեջանի կողմից կան ուրեմն ադրբեջանական զինված ուժեր, բայց այս համաձայնությամբ մենք պայմանավորվում ենք, որ որևէ երրորդ երկրի ուժ, եթե հիմա ես չգիտեմ, միգուցե կա եւ չգիտեմ, ես օպերատիվ հետախուզական տվյալների չեմ տիրապետում, արբանյակային տվյալների չեմ տիրապետում։ Ներողություն, հարգելի գործ, սուվերեն տարած հերթով էլի հարցերին պատասխանում։ Ձեր հարցը չի լսվում, որ առանց միկրոֆոն եք տալիս, հետո այն պատասխանը չի հասկացվում, դրա համար չեմ պատասխանելու ձեր հարցին։ Այսինքն, եկեք ես կողմից տվեք, որ լսեմ ձեր, լսվի ձեր հարցը։ Հարցն են ձեր գործընկերները։ Այսինքն միտքս կտրվեց։ Այսինքն Ադրբեջանի կողմից ես հիմա օպերատիվ հետախուզական տվյալների չեմ տիրապետում։ Գիտենք բոլորս, որ ադրբեջանական զինված ուժեր կան, գիտենք բոլորս, որ Եվրոմիության դիտորդները կան ուրեմն Հայաստանի սահմաններին։ Եվ այո, խոսքը երրորդ ուժերին երբ որ վերաբերում է, թվում է թե առավելապես Հայաստանին է սա վերաբերում, բայց սա երկու կողմերին վերաբերող, հավասարապես երկու կողմերին վերաբերող կետեր են, որոնք այն մասին են, այո, որ սահմանների երկայնքով պետք է կանգնած լինեն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերն այս կողմից եւ Ադրբեջանի սահմանապահ զորքերն այն կողմից։ Եվ երրորդը կներես մի բան ճշտեմ, երրորդի հետ կապված զինված ձևակերպումը հստակեցված է թե ոչ։ Այսինքն սահմանապահների հստակ պատասխան չեմ կարող, խնդրեմ։ Երրորդ երկրի ներկայացուցիչները չպետք է լինեն երկու կողմի սահմաններում զինված երրորդ երկրի զինված ներկայացուցիչներ ձևակերպումով է թե ընդհանրական է դա տված։ Ընդհանրական է տված, բայց ես կարծում եմ այս հարցի վերջնական պատասխանը մենք բոլորս միասին կունենանք, երբ որ խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակվի։ Փուլում է դա հնարավոր անել, պարոն Հովհաննիսյան։ Եվ որ փուլում է ես չեմ կարող այդ հարցին կներեք պատասխանել, որոշակի իրավական գործընթացներ կան, որից հետո նոր հնարավոր կլինի, բայց կարծում եմ մենք դեռ որոշակի քաղաքական դիվանագիտական փուլ պետք է հաղթահարենք հաշվի առնելով Ադրբեջանից հնչող մեկնաբանությունները, նոր կարողանանք խոսել այս իրավական process-ների մասին։ Քանի դեռ Բաքուն իր պահանջների մասին, այդ նախապայմանների մասին է հիշեցնում ու ստորագրում մասին, չկա չի հրապարակվում։ Ոչ, ես ոչ թե ուլտիմատումային բան եմ ասում հիմա, քանի դեռ դուք նման բաներ եք ասում, մենք ձեզ հետ չենք խոսում, որովհետև նրանք միշտ էլ նման բաներ են ասում։ Հրապարակելը իրավական գործընթացներ են, չէ։ Որ օրինակ համաձայնեցվի արդեն ստորագրումը նոր հրապարակվի, այդ եմ հարցում։ Հնարավոր է։ Ժողովուրդ ջան, իրավական գործընթացների վերաբերյալ ես հիմա չեմ ուզի ինչ որ մի բան Արժանացին են հարցնում էր թե ադրբեջանցիները երբ են դուրս գալու Հայաստանի օկուպացված տարածքներից։ Եվ արդյոք այդ համաձայնությունը լուծում է այդ հարցը։ Դուք ասում եք փոխզիջման են գնացել, արդյոք դա փոխզիջում կարելի է համարել։ Սահմանազատման կանոնակարգը ըստ էության տալիս է այս հարցի պատասխանը եւ մենք խնդիրը հասցեագրել ենք այդտեղ այն առումով, որ Սահմանազատման հանձնաժողովում հստակ հղում կա ուրեմն Ալմատայի հռչակագրի վրա, հստակ հղում կա առ այն, որ խորհրդային սահմանները վերենացվում վարչական սահմանների, հստակ ուրեմն փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչման վերաբերյալ տեքստ կա, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գտնվող ուրեմն ադրբեջանական զինված ուժերը տվյալ հատվածի սահմանազատման ընթացքում պետք է ուրեմն ազատել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Իսկ խաղաղության պայմանագրով, պարոն Հովհաննիսյան, որտեղ եթե համաձայնեցված է այդ Ալմատի հռչակագրին հղումը, եւ կողմերը ըստ էության ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այդ փաստաթուղթը, որ ստորագրվում է, դա նշանակում է, որ Ադրբեջանը, որ պնդմամբ ձեր ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դուրս պետք է գա Հայաստանի օկուպացված տարածքներից։ Այս հարցը այդ ստորագրմամբ կլուծվի։ Ադրբեջանի Հանրապետությունը արդեն ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ստորագրելով սահմանազատման կանոնակարգը։ Իսկ հարցը
պետք է տեխնիկապես հողի վրա լուծվի, երբ որ տվյալ հատվածի սահմանազատման գործընթացը մեկնարկի հողի վրա։ Չէ, եթե մենք ասում ենք, որ այս փոխադարձ փաստաթուղթը, որ համարվում է, որ փոխադարձ համաձայնեցված եւ նախարարը բյուջեի քննարկում, այստեղ արտաքին հարաբերությունների կողմում ինքը շատ այդ դրույթն էր շեշտում, որ հարցնում էին ընդդիմադիրները, ի վերջո ինչն է Հայաստանը ստացել, ամեն երկրորդը իր նշումը դա էր հենց, որ ճանաչել են միմյանց տարածքային, բայց դա չի լուծում Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը, ձեր ասած գործնականում։ Լուծում է, որովհետև համաձայնությունը կայացվել է եւ պետք է անցնել, որովհետև իրավիճակը հողի վերափոխելու համար պետք է ֆիզիկապես հասնել այդ կտորին, այդ տարածքին, իսկ այդ կտորին հողի վրա, այդ տարածքին, այն տարածքին, որտեղ մխրճված են Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մեջ, այդ կտորին հասնելու համար անհրաժեշտ է աշխատանքներն արագացնել սահմանազատման հանձնաժողովում, հասնել այդ հատվածին եւ այդ հատվածի սահմանազատման ժամանակ լուծել այդ հարցը, գծել սահմանը, որ կողմում Հայաստանն է, որ կողմում Ադրբեջանն է, Ադրբեջանն է։ Բայց Ադրբեջանը այդ բանակցային բաներում քննարկումներում ընդունում է այդ փաստը, որ Հայաստանի տարածքները իր վերահսկողության տակ են, որովհետեւ օրինակ Արարատ Միրզոյանը ընդունում էր, ասում էր հրապարակային, որ մեզ մոտ կան տարածքներ, որ ադրբեջանական են։ Այսինքն մենք հայտարարում ենք դեռևս չսահմանազատված մի բան, որ Ադրբեջանից չենք լսել, ամեն դեպքում հրապարակային դուք լսել եք բանակցություններով, որ Հայաստանի Հանրապետությունը ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Մենք շարունակելու ենք սահմանազատման գործընթացը եւ այդ հատվածում հասցեագրելու ենք խնդիրը։ Դրանից ավել մեկնաբանություն ես հիմա չեմ կարող տալ։ Իրավականին դուք ասում եք ինչ ենք զիջում հիմա այս համաձայնեցված փաստաթուղթը, որպես պայմանագրի։ Միջազգային պայմանագրի ուրեմն ինքը ուժ պետք է ստանա եւ ուրեմն հիմա արդեն ըստ էության դիվանագիտական եւ քաղաքական խոսակցությունները, երբ որ ավելի նպաստավոր մթնոլորտ կստեղծեն, մենք կգնանք վստահաբար իրավական գործընթացին եւ եւս մեկ անգամ պետք է կոչ անենք ադրբեջանական կողմին վերադառնալ կառուցողական դաշտ եւ արդեն ուրեմն փոխադարձաբար համաձայնեցված կետերի շուրջ սկսել ուրեմն խոսակցությունները ստորագրման վերաբերել, այո, ստացվում է բնականաբար ազգային ժողով պետք է գա, այսինքն մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք միասին ասել։ Եվ մի հարց է, պարոն Հովհաննիսյան, սահմանադրության մասով դուք համարում եք, որ դա Հայաստանի ներքին հարցն է, Ադրբեջանի հետ որևէ քննարկում չկանի, բայց Մինսկի խմբի մասով ամեն դեպքում պատրաստակամություն Հայաստանը հայտնել է լուծարել այդ կառույցը պայմանագրի ստորագրումից հետո։ Հնարավոր է այս Ադրբեջանի այս պահանջները, պայմանները մղեն նրան, որ փոխեք որոշումը, քանի որ հայկական կողմն էլ ըստ էության դրան սկզբունքորեն դեմ չի։ Փոխեք, որ ստորագրեք պայմանագիրը։ Ես չեմ ուզի, եթե ապա, այսպես ասած, բանաձևով հարցերին պատասխանել, հատկապես որ խոսում ենք երկու երկրների հարաբերությունների մասին, հայկական կողմը հնարավորինս կառուցողական է եւ հայկական կողմը չի տրվում Ադրբեջանի պահանջներին կամ սադրակներին կամ ճնշումներին, մենք ելնում ենք ստեղծված աշխարհակաղակական իրավիճակից հիմք ունենալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Շնորհակալություն արգելի գործընկերներ։